Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն փետրվարի 10-ն է։ Ես խոստացել էի փորձել ավելի մանրամասն անդրադառնալ JD Vance-ի այցին Հայաստան, առաջին արձագանքները ունենք արդեն Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանի Դաշնությունում կարծես հասկացան, թե ինչ է տեղի ունենում, ինչ մակարդակի այց էր սա։ Այս մասին կխոսենք, սակայն նախքան դա ուզում եմ շնորհավորել մեր հայաստանաբնակ հայրենակիցներին, որ վերջապես YouTube-ը մոնետիզացիայի որոշում է կայացրել Հայաստանի մասով եւ այսօրվանից պետք է որ արդեն գովազդներ տեղակայվեն YouTube-ի վրա, այսինքն դուք սիրելի հայրենակիցներ կարող եք տեսնել նաեւ տարբեր գովազդներ, եթե տեսնում եք անպայման գրեք, կարող է մի փոքր որոշ մարդկանց համար նեղություն լինի այդ 5 վայրկյանը, բայց վստահեցնում եմ ձեզ, դա չափազանց կարևոր է Հայաստանի համար եւ բոլոր նրանց, ովքեր որ այսպիսի մեդիա կոնտենտ են պատրաստվում, դա լավագույն աջակցությունն է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի Հանրապետությանը խորհրդարանական ընտրություններից առաջ։ Վրաստանում վաղուց կա YouTube-ում գովազդ եւ դա շատ կարևոր է նաեւ տարբեր բլոգերների համար, այսինքն մարդիկ կարողանալու են անկախ գործել առանց որևիցե մեկի փող ստանալու կամ մեկից աջակցություն ցանկանալու։ Դա չափազանց կարևոր է նաեւ Հայաստանի տնտեսության համար եւ հիբրիդային նաեւ անվտանգության համար, այս հիբրիդային սպառնալիքների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար։ Ինչպես արդեն խոստացել էի երեք, այսօր փորձենք ավելի մանրամասն հասկանանք, թե ինչ էր JD Vance-ի այցը։ Դեռ JD Vance-ը գտնվում է Հայաստանում, քիչ առաջ նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, գրառում է կատարել Ծիծեռնակաբերդում, բայց ամենակարևոր մասը երեկվա մասն էր, ես որքան հասկացա, այդ հայտարարությունները ուղղակի հայտարարություններ չէին Vance-ի կողմից, շատ լուրջ, մտածված, խորը հայտարարություններ էին, որից որ մենք հասկանում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթը զգացմունքային հարթություն չէ, այլ շատ կոնկրետ գործում փաստաթուղթ է դառնում։ Հիշում եք, ես ասում եի, որ դա հիմքն է, որի վրա որ պետք է կառուցվի շենքը, հայ-ամերիկյան հարաբերությունների շենքը։ Եվ ընդհանրապես 1 տարի է անցել եւ մենք արդեն տեսնում ենք, որ այս շենքը շատ արդյունավետ կառուցվում է։ Եվ երեկվա այդ անօթաչու թռչող սարքերի տրամադրման մասին լուրը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից դա չափազանց մեծ կարևոր տեղեկություն էր մեզ համար, ինչպես ես, այնպես էլ շատ շատերը չէին կարող երևակայել, որ նման բան շատ արագ տեղի կունենա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսեն Հայաստանին ռազմական նշանակության բարձրորակ զենք մատակարարել։ Իսկ սա նշանակում է, որ արդեն ճանապարհը բաց է, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի լուրջ զինատեսակներ եւս վաճառան։ Ես հույսով եմ, որ ապագայում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա ձեռք բերել F-16 ինքնաթիռեր, հետո նաեւ F-35 ինքնաթիռներ, ճիշտ է, շատ մեծ է նրանց արժեքը, բայց մեծ եւ գլոբալ խաղացող է դարձնելու դա Հայաստանին տարածաշրջանում։ Միայն F-16 կամ 35 չէ, բնականաբար շատ այլ զինատեսակների կարիք նույնպես Հայաստանը ունի եւ այդ բարձր տեխնոլոգիաները, որ մուտք են գործում Հայաստան եւ այս տեղի ունեցածը հստակ մեզ հուշում է, որ այդ օրը շատ հեռու չէ։ Եվ դրա համար եւս կարելի է որ մենք նույնիսկ միմյանց շնորհավորենք, քանի որ դա նշանակում է անվտանգություն եւ ինքնիշխանություն։ Դրանից բացի ավելի լուրջ են սկսելու վերաբերվել Հայաստանին, թե նույն իրանցիները, ռուսները, թուրքերը, ադրբեջանցիները բոլորը Հայաստանի քաշը օրեցօր ավելանում է տարածաշրջանում եւ սա ամենակարևոր ձեռքբերումն է։ Հաջորդը նաեւ փաստ է դառնում այն, որ կենտրոնական Ասիան որքան որ կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, բայց ավելի կարևոր եւ հաստատուն ձևով կենտրոնական Ասիան վերահսկողության տակ պահելու համար շատ կարևոր դիրք ունի Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ինչպես Իսրայելը ամբողջ մերձավոր արևելքի համար, այդպես էլ կարևոր դեր կունենա Հայաստանը ամբողջ
կենտրոնական Ասիայի վրա վերահսկողություն ունենալու համար։ Շատ բան է փոխվում տարածաշրջանում եւ Վենսի հայտարարություններից, որ Հայաստանը հին քրիստոնյա երկիր է, ինքը հպարտ է լինել Հայաստանում, համեմատում է իր կրոնական զգացմունքները վարչապետ Փաշինյանի կրոնական զգացմունքների հետ, դա եւս բազմաթիվ կարևոր ուղերձներ է պարունակում։ Ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցին զավթած այդ բարձրաստիճան հոգևորականները հիմա շատ վատ զգացողություններ ունեն։ Դա իրենց գործն է, ժամանակի հարցը, իրենց հարցերը կլուծվեն նրանց պատվիրատուների հետ միասին, բայց դա շատ լավ ազդանշան է մեզ համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինքն իրեն համարում է քրիստոնյա երկիր եւ վերաբերվում է Հայաստանին որպես քրիստոնյա երկրի։ Այսինքն մեր առավելությունը Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի նկատմամբ նաեւ նրա մեջ է, որ մենք քրիստոնյա ենք, առաջին քրիստոնյա երկիրն ենք։ Դրա մասին սիրելի հայրենակիցներ, ես բազմիցս խոսել եմ, դեռ Թրամփը նոր էր իշխանության եկել, եթե կհիշեք մեր հաղորդումների մեջ ես խոսում էի, թե որքան կարևոր է հենց դրա վրա անել շեշտադրություն, երևի շեշտադրում արվել է Հայաստան իշխանությունների կողմից, շատ ճիշտ է դա։ Կային կարծիքներ, որ պետք չէ տարածաշրջանը մտցնել կրոնական ինչ որ կոնֆլիկտների մեջ, հակամարտությունների մեջ, տարաձայնությունների մեջ, չէ, սիրելի հայրենակիցներ, կոնֆլիկտներ բնականաբար պետք չեն, բայց բոլորը պետք է հստակ իմանան, որ Հայաստանը քրիստոնյա երկիր է, Ամերիկայի Միացյալ Նահանգները քրիստոնյա երկիր է, նաև մեզ հավատք ունեն միմյանց հետ կապում։ Ինչպես որ անում են դա մահմեդականները իրար մեջ ունեն այդ ներքին համախմբվածությունը, սոլիդարությունը, այդպես էլ մենք քրիստոնյաներս ունենք նույնը, դա չի նշանակում, որ մենք որևիցե մահմեդական երկրի դեմ ենք, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներին շատ ավելի կոմֆորտ է գտնվել Հայաստանում, քան Ադրբեջանում, այսինքն Հայաստանի հետ ավելի խորը հարաբերություններ կարող է կառուցել Ամերիկայի Միացյալ Նահանգները, նաև այդ կարևոր արժեքային համակարգը ընդհանուր հաշվի առնելով։ Ատոմային էներգիայի մասին, ընդհանրապես անվտանգության մասին էներգետիկ խոսեցինք, այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կարևոր եւ լուրջ ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ դերակատարություն ստանձնեն Հայաստանի Հանրապետության մեջ, այդ թրիփի տրանսպորտային այդ ուղու կարևորությունը ահռելի է, միշտ խոսել ենք այս մասին, կարծում եմ միշտ էլ պետք է էլի անդրադառնալ, այսինքն մենք բոլորներն ենք շեշտում, թե որտեղով է Ամերիկայի Միացյալ Նահանգները մուտք գործում Հայաստան, եւ այս ամենը տեսնելով տարօրինակ կլիներ, որ ռազմական առումով չխորացվեին չխորացվեր համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ այն չստանար անվտանգային բաղադրիչ։ Եվ եթե չստանար անվտանգային բաղադրիչ, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները չէր կարող խոսել նաեւ 5 միլիարդ դոլարի ներդրման մասին, բավականին մեծ գումար է համաձայնվեք, հետո նաեւ պլյուս 4 միլիարդ դոլար ներդրելու մասին։ Չէր խոսի նաեւ կիսահաղորդիչների մասին, բարձր տեխնոլոգիաների մասին, որոնք որ տեղափոխվեն Հայաստան եւ հատուկ չէր շեշտի JD Vance-ը, այն որ քիչ երկրներ կան, որոնց որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրում է այս ամենը։ YouTube-ում այս մոնետիզացիայի հարցը եւս ուղիղ կապված է JD Vance-ի այցի հետ եւ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հետ կրկնեմ, Վրաստանում վաղուց կա YouTube-ում մոնետիզացիա։ Սա եւս լավագույն պատասխանն է հիբրիդային այդ պատերազմի կազմակերպիչներին, որոնք որ ընդդեմ Հայաստանի պլանավորում են հիմա նաև $200 միլիոն ծախսել։ Միայն YouTube-ը $100 միլիոն կծախսի մոնետիզացիայի միջոցով եւ բնականաբար շատ մարդիկ կունենան հնարավորություն, որպեսզի YouTube-ի միջոցով ավելի ազնիվ գտնվեն եւ ոչ մեկից փող չառնելով տարբեր տեսակի վերլուծություններ, հաղորդումներ անելով կարողանան որոշակի գումար աշխատել Հայաստանում։ Այսինքն պատվերները կքչանան, պատվերների թիվը կնվազի եւ բազմաթիվ երիտասարդներ մուտք կգործեն YouTube։ Հիմա կարելի է խոսել, թե ինչ արձագանք ունի Ռուսաստանի Դաշնությունը։ Սա առաջին արձագանքն է
փոխարտգործնախարար Միխեիլ Գոլուզինի արձագանքն է Ռուսաստանի արտգործնախարարությունից, բայց չգիտես ինչի ինձ թվում է, որ սրանք այս Լավրովի կանտորան չի խորհրդակցել Պուտինի հետ։ Ինձ այդպես է թվում, կասեմ ինչի համար, բայց նախ անդրադառնանք, թե ինչ է ասել Գոլուզինը, վերլուծենք, հետո նոր արդեն խոսենք այն մասին, թե ինչի Պուտինը տեղյակ չէ, ինչի ինքնագլուխ քայլերի է դիմում Ռուսաստանի արտգործնախարարությունը, ըստ ինձ։ Գալուզին ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է Երևանի հետ քննարկել թրիփ նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության պայմանները, իսկ նախագծի մանրամասները դեռ ուսումնասիրում են ռուսները։ Սա նորմալ հայտարարություն է, այսինքն հույս ունեն, որ թրիփում իրենք եւս մասնակցություն կունենան։ Հետո նա ասում է, որ իրենց սահմանապահները կան նաև հայ-իրանական սահմանին, ասում է, որ դրա պատճառով նաև թրիփ նախագիծը չի կարող գործարկվել առանց Ռուսաստանի Դաշնության, հաստատի այդպես է ասում Գալուզինը իր հայտարարությունով, ասում է, որ Հայաստանը նաև ԵԱՏՄ-ի անդամ է, դա եւս խոչընդոտ է Հայաստանի համար, որ ինքը ինքնուրույն գործողություններ իրականացնի թրիփի մասով եւ չներգրավվի Ռուսաստանին այդ ծրագրի մեջ, այսինքն իրենց սահմանապահները հայ-իրանական սահմանին ԵԱՏՄ-ն, դրանից բացի երկաթ գծերը, որոնք որ պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը եւ այդ պայմանավորվածությունների համաձայն դեռ երկար մինչև 38 թվականը Հայաստանի երկաթուղիները պատկանելու են Ռուսաստանի Դաշնությանը։ Այսպիսի հայտարարություն է անում Գալուզինը ու ավելացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է կարևոր անվտանգային դերակատար լինել Հայաստանի համար հենց էներգետիկ դաշտում ատոմակայանի մասին է խոսում, ասում է, որ մենք շարունակելու ենք սպասարկել ատոմակայանը եւ փորձում է նաեւ կապնել եվրոպացիներին, դե լավ է, որ ամերիկացիներին չեն համարձակվում կապնել, բայց եվրոպացիներին են կապնում, որ տեսեք Եվրոպան հրաժարվում է ատոմային էներգիայից, դա մեծ խնդիրներ է ստեղծում էներգետիկ անվտանգության համար, իսկ իրենք ռուսները, Ռուսաստանի Դաշնությունը օգնելու են Հայաստանին պահպանել ատոմային էներգիան եւ ատոմային էներգիայի շնորհիվ նաեւ էներգետիկ անվտանգություն։ Կարճ ասած, Գալուզինը ասում է, որ մենք Հայաստանի էներգետիկ համակարգից ոչ միտեղ չենք հեռանում, ատոմակայանը մենք ենք սպասարկել եւ մենք կսպասարկենք, մեր սահմանապահները գտնվում են հայ-իրանական սահմանին երկաթգծերը, մեզ են պատկանում Հայաստանն էլ ԵԱՏՄ-ի անդամ է, այնպես որ թրիփում մենք կարևոր դեր ենք ունենալու։ Հիմա ինչի եմ ես կարծում, որ սա հնարավոր է եւ համաձայնեցված չէ Ռուսաստանի նախագահի հետ, քանի որ Պուտինը չի ցանկանում զայրացնել Թրամփին, ես բազմիցս նկատել եմ դա, չի ցանկանում հակադրվել Թրամփի հետ, իսկ այս հայտարարությունները միանշանակ հաճելի չեն լինի հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, եւ նաեւ երևում է, որ շատ շտապ արված հայտարարություններ են հենց Լավրովի ոճով։ Բայց եթե իրենք ավելի խորը սկսեն վերլուծել եւ հասկանալ, թե ինչ է կատարում, ապա միանշանակ հանգելու են այն եզրահանգմանը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լուրջ են մուտք գործել տարածաշրջան, կրկնեմ 9 միլիարդ դոլարը դա ինչ-որ խաղ չէ։ Թրիփ ծրագիրը այդ իր մեծությամբ նախագիծը նույնպես անլուրջ ծրագիր չէ։ Հայաստանի անվտանգության համակարգի մեջ ներդրումը դա եւս շատ բանի մասի է խոսում։ Դրանից բացի էներգետիկ անվտանգության մեջ ներդրումը Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ուղղակի բանակցի Հայաստանի իշխանությունների հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որպեսզի իր տեղը հասկանա այս ամենի մեջ եւ ոչ թե սպառնա ինչ-որ ակնարկներով սպառնա պայմաններ առաջ քաշի, քանի որ նման պարագայում իրենք ավելի շատ բան կորցնելու են։ Հիմա գալիս են ընտրությունները Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունը երկու շատ կարևոր ընտրության առաջ է կանգնած։ Կարծես թե արդեն արել է ընտրություն, որ հիբրիդային պատերազմը ոչ միայն պետք է շարունակվի, այլ պետք է ահագնանա, դրա համար $200 միլիոն են հատկացնում,
Բայց հնարավոր է նաև փոփոխություն տեղի ունենա Ռուսաստանի քաղաքականության մեջ, ես նաև հույսով եմ, որ այդ փոփոխությունը տեղի կունենա եւ նախկին սխալները, որոնք որ իրենք թույլ են տվել Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, այդ սխալները թույլ չեն տա Հայաստանում։ Այսինքն պայմանավորվելը շատ ավելի շահեկան պետք է լինի Ռուսաստանի Դաշնության համար, ինչ որ չափով իրենց ազդեցությունը եւ դիրքերը ինչ որ չափով պահպանելու համար։ Քանի որ սա բխում է նաև մեր ազգային շահերից, որպեսզի հակադրություն, հակամարտություն չլինի մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնության հետ, ես էլ դրա համար այսպես եմ խոսում, հույս ունենալով, որ այնտեղ առողջ եւ պարզ միտք ունեցող մարդիկ կգտնվեն, շատ դժվար է պատկերացնել եւ հավատալ, բայց ամեն դեպքում եւ չեն գնա արճակատման։ Բայց Ռուսաստանը նաև իր վիճակի չէ գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ արճակատման։ Դրա համար ես ասում եմ, որ Լավրովը հնարավոր է չի խորհրդակցել նաև Պուտինի հետ եւ Գալուզինի այս հայտարարությունները կարող է եւ փոփոխություն կրեն շատ արագ արված հայտարարություններ են։ Մեկ բան շատ պարզ է, սիրելի հայրենակիցներ, եւ կրկնեմ, թող իմանան բոլորը, Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լուրջ է մուտք գործում տարածաշրջան եւ Հայաստանը վերածվում է, կարելի ասել, երկրորդ Իսրայելի։ Սա շատ ծեծված խոսք է, չի ցանկանա միշտ կրկնել, բայց որպեսզի ավելի պարզ լինի, հենց այդպես էլ կա։ Կենտրոնական Ասիան վերահսկելու համար Հայաստանը շատ կարևոր դիրք, նաև աշխարհագրական բնականաբար դիրք ունի մեր տարածաշրջանում։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ մի կերպ այլևս թույլ չի տա, որպեսզի որևիցե ինչ որ ուժ տարածաշրջանային գերտերություն լինի դա Ռուսաստանը, Թուրքիան, թե Իրանը, որպեսզի դրանք կարողանան եւ փորձեն դուրս մղել Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանից։ Ես դրանում գրեթե համոզված եմ։ Ընտրություններն էլ շատ բան են որոշելու Հայաստանում, ընտրություններով շատ բան է որոշվելու, սակայն ես շատ հանգիստ եմ, քանի որ համոզված եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։